Շատերը մեզ հետևելով վստահ եմ կմտածեն, թե ինչու ենք մենք մեր սակավաթիվ ռեսուրսներով շարունակում մեր գործունեությունը քաղաքական դաշտում, քանի որ մեր հաջողությունը մեծամասնության համար այս պահին անհնարին կթվա։ Լիովին հասկանալի է, թե ինչու այդպես կկարծեն։ Սակայն ես հավատում եմ, որ ճշմարտության ու ամուր կամքի վրա հիմնված փոքրաթիվ շարժումը երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ հաջողություն կունենա, քան միայն կեղծիքների եւ փողի վրա հիմնված մեծաքանակ անբովանդակ փուչիկ շարժումները։ Ես հավատում եմ դրան, որովհետև ճշմարտություն խոսելը ոչ միայն պարտականություն ու առաքինություն է, ինչպես արդեն նշեցի, այլև դրա մեջ թաքնված ուժ կա, որը շատերը թերագնահատում են, կարծելով թե ճշմարտություն ու քաղաքականությունը պետք է իրար հետ ինչ-որ կապ ունենան։ Սակայն դա իրականում սխալ եւ դեպի կործանում տանող մոտեցում է ցանկացած քաղաքական շարժման համար։ Կեղծիքների վրա հիմնված քաղաքական շարժումը նման է ստերի վրա հիմնված ամուսնության։ Հետևաբար, ազնիվ ու լուրջ քաղաքական գործիչը, հատկապես քաղաքական առաջնորդը, ով ուզում է իր ժողովրդին ցույց տալ ճիշտ ճանապարհը, պետք է ոչ միայն կարևորի ճշմարտությունը, այլև այն դարձնի անհրաժեշտություն, անկախ նրանից, թե որքան դառը չընդունված ու քաղաքականապես ոչ կորեկտ լինի այդ ճշմարտությունը այս պահին։